Կազմակերպության Փոմի Թորոնտոյի Ռուբինա մասնաճյուղին դոհմիկ օրը նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին դեղի ունեցավ դեկտեմբեր 5-ին Հայկետրոնի սրահեն ներս։ Մասնակցությամբ հորովել ժողովրդական նվագախումբին եւ համազգայինի Երեփունի բարախումբին։ Դեղի ունեցավ նաեւ Արևմտահայաստանի քարտեզներու, լուսանկարներու եւ հայկական ծերակորձներու ցուցահանդես։ Հայօգնության միության դոհմիկ օրվա հանձնախումբի անունով Հարիկալուս 23-րդ օղակը հանդիսացող դոհմիկ օրերու շարքին գործոնված է Արևմտահայաստանի նահանգներում եւ հայաբնակ վայրերում, ծոնված է նաեւ ամեն մեկ գյուղին, քաղաքին ու խավարին, ուր հայ ժողովուրդը իր բավենական հողին վրա հազարամյակներ ապրած է, արարած է եւ քոյադեված իր ուրույն մշակույթով, գենցաղով, իր թագավորական ու իշխանական դոհմերով եւ իր հաղթանակներով։ Ահավասիկ մենք զավակներն ենք այն սերունդին, որոնք մանկություն չունեցան, սակայն վերածնունդ բարգեւեցին ասկին։ Միշտ վար բահելով ազատ ու անկախ հայրենիք կերտելու հավատքն ու դեսլագանը։ Սիրելի հայրենակիցներ, բարբահենք Թարերու խորքեն մեզի փոխանցված այն չահը եւ հանցնենք հաջորդ սերունդին, միշտ հիշենք, հիշեցնենք եւ բանջենք հայտարարի արդար լուծումը։ Խրիմյանի ու գործիի ծննդավայր, վանաձով ու գավույդին, ախտամարի հովանիին դակ շնչող, նարեգացիի աղոթագից, մեծն հայքի 8-րդ նահանք, վան վասպուրագան, ձովից ձով Հայաստանի 5-րդ մայրաքաղաք, մեր խարաբանց դիպրանագետ, Մխիթար Սեփաստացի Մուրադ, Հարություն Գալենց, Երվան Տամադունի, մեծ ընտանյել Վարուժան, ովքերս ես, որ չեն սերած կուծոցետ, հանջարներու ծննդավայր Սեփաստիան, Գիլիգյո թագավորության անկին քոհար, բազմաչարչար, սակայն մեր սրդերում մեջ միշտ կանգուն ադանա, հայ մշակույթի ագանավոր գետրոն խարփետ,
Վստահ եղեք, որ գազմագերբողներուն նպատակը այսօր ցեզի քեղեցիկ երեգույթ մը բարգեվել է։ Բայց անգե անտին եւ վեր այս գազմագերբության նպատակը սովորական, սոսկական երեգույթ մը գազմագերբել չէ։ Ճաշկերույթ մը, բարահանթես մը ովևէ մեկտեղ գրնալ։ Բայց այս գազմագերբության նպատակը հայրենիքն է, ըսպյուրքի մեր վարժարանն է, այս բարակային Թորոնտոն, այս գազմագերբության նպատակը ցեզմով մեր ազգային արժանապատվությունը բարձր բահել է։ Եթե գուզեք, որ հայ օգնության միությունը անպայման պիտի լա, դուք ուզեք կամ չուզեք, իրենք պիտի շարունակեն իրենց առաքելությունը, բայց եթե գուզեք մասնակցել իրենց առաքելության, հայ դիգիններ եւ օրիորդներ, լավ գլավոր հոմուհի ըլլակ եւ բադիվ նկատեք հայ օգնության միության անդամ դառնալը։ Սիրելի հոմուհիներ, դուք օրտնված եք արդեն երկինքեն, դուք անպայման պիտի հաջողիկ, ձեր հույսը մի գտրեք Աստուծմե, եւ մենք միշտ ցեզի հետ ենք, պատրաստ ենք ցեզի հետ ձեր բոլոր քայլերուն ընթരാճ երթալու, ձեր առջև ենք քալելու, ցեզի գրնագը լալու, ձեր աջ ցերկը լալու եւ ձեր ցախ ցերկը լալու։ Սուրբ Աստվածածին եկեղեցվո նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ծարի լուսավորումը եւ բազարի բացումը դեղի ունեցավ ուրբաթ նոյեմբեր 27-ին գազմագերբությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցվո քրիստոնեական դաստիարակության հանձնախումբին, որմե մասեր կներկայացնենք ձեզի։ Ինչպես գիտեք, ծարի լուսավորման մենք կունենանք նախակահողմը, որ ծարի լույսերը վարելով մեզ եւս արիտ կդարձնեն մեր հոգի լույսերը անգամ եւս փանալու, որբեսի Քրիստոսի աղքատիկ մսուրին առջև կանգնելով լուսավորվենք եւ լուսավորենք մեր շրջապատը։ Պարտքենիկ կդար օրյոր Շեհիրյան, Աստված ցեզի միշտ առողջ պահե, սրդի բարդ կսկամ մեր խորին շնորհակալություն հայտնելու բոլոր անոնց, որոնք իրենց աջակցությունը բերին ծարի լուսավորման աշխատանքներուն։
հարցնեն դոնավաճառը։ Շնորհակալություն ձեր բոլորին։ Պահն է սիրելիներ, որպեսզի միասնապար ծախարությամբ հրավիրենք Զիգին Զամել Մազյանը, որպեսզի դոնավաճառի բացումը կատարի եւ շաբաթը նահատի։ Սուրբ Երորդություն Հայաստանի Այցարակելական եկեղեցին դոնախմբեց եկեղեցվո հիմնադրության 87-րդ տարեդարձը Կիրակի դեկտեմբեր 6-ին։ Այս առիթով բադարակեց եւ քարոզեց կանադահայ թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Դերապկար եպիսկոպոս Հովագիմյան, որուն հաջորդեց պաշտոնական ճաշկերույթ եկեղեցու Մագարոս Արտինյան սրահին մեջ։ Ցեզի կներկայացնենք մասեր այդ օրեն։ Հարկելի հարազատներ, կողողջունենք ձեր բոլորին Սուրբ Երորդություն եկեղեցվո հիմնադրության 87-րդ տարեդարձի պաշտոնական ճաշկերույթի առիթով։ Հարկ ու դամ Աստծո եւ հազար շնորհակալություն ձեր բոլորին, որ Սուրբ Երորդություն եկեղեցին անբաժան մաս եղած ձեր կյանքից, որու համար երախտաբար եւ գովարկ կսկան։ Ձավահարությամբ ողջունենք այն բոլոր անձերուն, որոնք նվիրումով ծառայած են եւ անցած են այս բոլոր ճանապարհներեն եւ կբաժնեկցին ինձ հետ նույն զգացումները։ As we mark this year's anniversary, I would like to extend the most sincere and heartfelt congratulations to Father Zare, my parish council, and all parishioners, past and present, for their unconditional services and contribution to the growth of our beloved church. Over the years, HTAC has experienced a very vibrant and prosperous growth due to the leadership of Father Zare. With his guidance and our strong and united parish council, we were able to achieve many accomplishments this year. I am extremely happy and proud to inform you that all our events organized in 2015 were absolute success. However, we could not be as successful without the dedication and hard work of the members
of all our auxiliary bodies and committees. The Church is the only institution that will keep us together, provided we also stand behind the Church. To the diocese, the Babayan Foundation has given $28,298. And the Holy Trinity Armenian Church, which used to be called by Mrs. Babayan, this is our baby, and we have to take good care of it. We are fortunate that we've been able to donate this year $41,200. Այս ուրախ արիտով երախտագիտությամբ կհիշենք ծուղի հիմնադիրները, Փյուրմա հայեր, որոնք հազիվ թե հաստատված Տորոնտո 1928-ին հիմը տրին Տորոնտո հայ համայնքին։ Սկսելով գիրակնորյա վաշտամունքներ, վերջին տասնամյակներուն իմաստուն և ժրաչան հովիվ արժանաբադիկ դերզարե Ավագանա Զարքարյանի գլխավորությամբ Ծխական խորհուրդ, հարագից և երդասարտած մարմիններու անդամներ միասնական ճանքերով և պատասխանատվության խոր գիտակցությամբ ոչ թե միայն պահպանեցին իրենց խնամքին հանձնված ծուխը, այլ օրստորե բարձրացուցին փառքավաճման նախանձելի դիրքին։ Գոհացում տալով Տորոնտո հայության ազգային, եկեղեցական և հոգևոր կարիքներում։ To be the Honorary Consul of Armenia to Ontario is a great honor, and I'm humbled by it. I take it as a sacred duty and promise to serve our country, our Hierenic, with all my power. What are the duties of the Honorary Consul? I was asked a few times. It is mainly to facilitate trade relations and economy between Canada and Armenia, to the bilateral trade and business relations between the two, to encourage Canadian businesses, especially in the mining industry, mining sector, to invest in Armenia.
Այսօր այս եկեղեցվո դարեթարցի արդիվ ես կուքամ ձեր բոլորի կողմե խորասկած շնորհակալություն հայտնելու բոլոր այն անձերուն, որոնք անցնող 87 տարիներու ընթացքին եւ այսօր եւս կշարունակեն իրենց ծառայությունը իբարս Աստուծո եւ ի պայծառություն այս սուրբ եկեղեցվո։ Ես չեմ ուզել դարձյալ անվանափար անդրադառնալ հարագից մարմիններուն անունները ընթերցեց մեր ատենապետը, բայց առանց հարագից մարմիններու գործունեության անոնց աշխուժ աշխատանքին այս եկեղեցվո կյանքը չպիտի լար այն ինչ որ է։ Մենք որքանալ որ ծրագրենք, որքանալ որ երազներ ունենանք, բայց այդ երազները եւ ծրագրերը իրագործողներ պետք են եւ փառք Աստուծո մենք ունենք այդ իրագործողները 300-ը ավելի ուրեմն այս եկեղեցվո կյանքի մեջ սիրահոժար ծառայողներ կան, հարագից մարմիններ են ներս եւ զանազան հանձնախումբեր են ներս։ Դուք ցեզի մեկ հատ լավ ծափարեցեք, ապրիք։ Շատ սիրելի Կարոյի Եղիսաբեթի ցերկով, իր ընտանիքի ցերկով եւ իրենց սիրտեն բխած գավազանը որ գուկա սրբազան հոր իր ցերկի մեջ լա բոլոր բարիքներու գործիքը որովհետեւ սրբազանը այդ զորությամբ շարունակե հովել այն թեմը որ Աստված վստահած է իրեն այս սուրբ եկեղեցին Կանադայի մեջ։ Երբ որ մենք կսենք եկեղեցի, այդ անցյալի մեջ կտեսնենք նաև մեզ, հայերու նման կանդրադառնա մեզի։ Եվ հարակից բոլոր մարմիններու, նվիրատուներու եւ բարերարներու այսօրվա բարերարներու միջոցով այդ ներկան եկեղեցվո կներկայանա մեզի։ Եվ մենք կտեսնենք, որ այդ ներկան շատ հզոր է։ Եվ կտեսնենք այդ ներկայի մեջ են, որ խոստումնալից է այդ ներկան, եւ այդ ներկան մեզի կխոստանան հարատև ապագան։ Եվ երբ որ կսենք եկեղեցվո տարեդարձ, այդ տարեդարձի մեջ չեն կրնար մեկ ժամանակահատված միայն վերցնել, այլ երբ որ կսենք եկեղեցու տարեդարձ կհասկանանք այդ եկեղեցվո եւ հիմնադիրները եւ այսօրվա սպասավորներն ու ծառայողները եւ նաեւ այդ ապագայի հուսալի տեսիլքը եթե այսօր չունենանք անիմաստ է նույնիսկ այսօրվա ներկան եւ այս երեքը իրարու հետ իր մեջ կենտրոնացնողը եւ համախմբողը համակարգողը հոգեվոր հովիվ արժանապատիվ Տեր Զարեհ քահանան է որ այսօրվա ծառայությամբ անցյալը կտեսնե, ներկայի մեջ կստեղծե եւ նաեւ ապագայի հույսը կտա ձեզ բոլորիդ։ Ես կշնորհավորեմ Տեր Հորը այս փառավոր իր ծառայության Համասկային հայ գրթական և մշակութային միության Թորոնտոյի քլացոր մասնաճյուղի քրադարածը կհրավիրեց ցեզ հայ քրքի շաբաթավերջին, որ տեղի պիտի ունենա ուրբաթ դեկտեմբեր 18-ին ժամը 4:11, կշարունակվի շաբաթ դեկտեմբեր 19-ին ժամը 11:02 և գիրագի դեկտեմբեր 20-ին ժամը 11:03 հայ կետրոնի քրաթարանին մեջ։ Քրքեր, խտասալիկներ, տեսահոլովակներ, երիզներ, փացիկներ, հուշանվերներ և պիտակներ, եկեք ապահովելու ամանորի ձեր նվերները։
Հոհիթակ եմ Սիմոն Զավարյան մասնաճյուղը կներկայացնե Ձիձաղի երեգո Պիեր Շամասյանի հետ, ուր պիտի կարենակ զվարճանալ եւ վայելել հաճելի եւ ուրախ մթնոլորտ։ Այսօր շաբաթ սեպտեմբեր 12-ին երեգոյան ժամը 8-ին համասկային թատերասրահին մեջ։ Տոմսերու համար թիմել Մեղրի Իզմիրյանին կամ Ռազմիկ Թիթիզյանին։ Հայսույթեն մասը պիտի հատկացվի Արցախ ազատամարտիկ ֆոնդին։ Համասկային հայ կրթական և մշակութային միության քլացոր մասնաճյուղը կկազմակերպե Զարթիր լաո քեղարվեստական երեկոն նվիրված հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրության 125-ամյակին։ Իրենց մասնակցությունը կբերեն համասկայնի Էրեբունի բարախումբը, Քուսան և հայ ասղեր երգչախումբերը, ինչպես նաև քրասերներու խմբագեն անդամներ։ Վաղը գիրակի 13 դեկտեմբերին երեկոյան ժամը 6:30-ին հայ երիտասարդական կենտրոնի համասկային թատերասրահին մեջ։ Տոմսերու համար թիմել Մեղեթի Եթեմեզյանին։ Կազմակերպությամբ հայ կենտրոնին ամանորի խրախճանք, դեկտեմբեր 31-ին ժամը 8-ը սկսյալ հայ կենտրոնի սրահին մեջ, Catering Լարազ ռեստորանտի կողմէ, երեգոն կխանդավարեն Քոքո Փիլավջան և իր նվագախումբը հրավիրված Բոստոնեն, տոմսերու համար թիմել Ալբերտ Աջեմյանին, Շողիկ Մազյանին կամ հայ կենտրոն։ Քարշապատ հարցացես դեսնելու հույսով կփակենք մեր այսօրվա ծրագիրը, ծեր նամակները կրնակ ուղարկել հետևյալ ետ նամակի հասցեին, ստեսություն։